Ապրիլի 1-ից խաղային ոլորտի համար պետական տուրքը կրկնակի կբարձրանա։ Օրենքի նախագիծը ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց հատուկ 24-ժամյա ռեժիմով։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրեց, որ փոփոխությունների արդյունքում կապահովեն տարեկան 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ, ինչը կուղղվի երկրի ենթակառուցվածքների զարգացմանը։ Հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, երկին եւ արտաքին անվտանգային համակարգեր։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Ըստ Սարգսյանի 2024 թվականին օնլայն կազինոների հաշիվներին լիցքավորվել է 811 միլիարդ դրամ, որը տնտեսությունում ներդնելու դեպքում համախառն ներքին արդյունքը կաճեր 10-ից 15%-ով։ Ես նույնպես ունեմ ընկերներ, ովքեր տառապում են այս հիվանդությամբ։ Խաղամոլությունը դա կախվածություն եւ հիվանդություն է, թմրամոլության նման, որը հնարավոր է բուժել։ Այս հիվանդությամբ տառապող իմ ընկերներն ասում են, երբ հետ բերենք մեր կրված գումարները, այլևս չենք խաղա։ Սա ամենակործանար միտքն է, որը կարող է լինել։ Մոռացեք կրված գումարները հետ բերելու մասին։ Դուք այն երբեք չեք կարող հետ բերել։ Պապկեն Թունյանը ներկայացրեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում փոփոխություններ են կատարվել թե հարկման ձևի, թե չափի մեջ։ Հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի եւ նաեւ հարկման բեռի առումով նախատեսվող, ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազեցրել ենք մի քանի անգամ։ Ինչի համար, որովհետև, ինչպես երեք նաև վարչապետը նշեց, անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկություններից հարկը պիտի լինի տրամաբանական։ Ինչ է հավասարակշիռ, եթե դուք այդ ոլորտի մասին տեղեկատվություն իրական չունեք։ Այդ ոլորտը դուք եք ասում եւ իրականում էլ տենց է, ինչ ուզում է թղթի վրա բերում է շրջանառություն, որքան ուզում է հարկա վճարում։ Այսինքն չեք կարող վերահսկեք, միջև հիմա էլ բնականաբար պարզես վարչապետի հանձնարարականն էլ եղել է, չեք կատարել, այդ օպերատորներ չկա, չգիտենք երբ կլինի կամ ինչի չկա։ Արմեն Խաչատրյանին հետաքրքրում էր, թե ով է պատասխանատու ազգային օպերատորի ձևավորման համար եւ ինչ ժամկետներում այն պետք է ներդրվի։ Ունենք մի հատ հսկայական բնակավար, հսկայական մտահոգիչ խնդիրներ ու չունենք վիճակագրություն։ Չգիտենք քանի մարդ է մասնակցում, քանի մարդ է 1 միլիոնից ավել խաղում ամսեկան։ Օրենքը ընդունվել է անցած տարվա հունիսին, բայց այդ նույն օրենքի մեջ նշված էր, որ օպերատորը պետք է լինի այս տարվա ընթացքում։ Այսինքն նշված չէր, որ օրենքը ընդունելուց անմիջապես հետո օպերատոր պիտի լինի, որտեղ դա աշխատանքային process է ու ժամանակ է պահանջում ու ով է դրան համար պատասխանատու պետական եկամուտների կոմիտեն։ Պետք է ապոկալիպտիկ այս մթնոլորտը չզարգացնել, որովհետև մեծ հաշվով Հայաստանում մենք տեսել ենք հազար ու մի տեսակի լոտոներ, բակերում կազինոներ, ասենք մեր բակում էլ կար, դպրոցից երեխեք գնում էին կազինո էին խաղում։ Տենց շատ լայն վատ բարքեր ենք տեսել եւ այլն, դրանք հաղթահարվել են քայլ առ քայլ։ Հիմա մյուս երևույթն է հայտ եկել ինտերնետի զարգացման հետ, ինտերնետ բեթինգի ու ինտերնետ խաղերի ոլորտը, բայց էլի պետք չի պանիկայի մեջ ընկնել։ Նախագծի հեղինակը անհամաձայնություն հայտնեց փոխխոսնակի հնչեցրած հանգստության կոչերին։ Այս իրավիճակում դրա հիմքեր չի տեսնում։ Չի կարելի հանգստության կոչ անել, որովհետև մենք ունենք խնդիրներ ու մեր խնդիրների մասին մենք իշխանական падգամավորները պետք է ամենաակտիվը խոսան ու ամենաակտիվը խոսում են։ Ես կցանկանայի, որ մեր ընդդիմությունն էլ ակտիվ լինի ու ինքը թվերը հանի բերի խոսա, ինքը գա ասի, որ թմրանյութերի շրջանառությունը աճել է 5-7 անգամ վերջին 5 տարվա ընթացքում թվերով փաստարկված բերի ասի ու գործու մեխանիզմներ բերի ասի պիտի դրա դեմ պայքարենք, ոչ թե իշխանական падգամավորը անի ու ասեն, որ իշխանության մեջ թվեր կան կամ հակասություններ կան կամ իշխանության падգամավորը քննադատում է իշխանությանը։ Բա որ ընդդիմությունը չի քննադատում, ով քննադատի։ Բուռն քննարկումներից հետո տեղի ունեցավ քվեարկությունը 58 կողմ 2 դեմ 17 ձեռնպա ձայներով նախագիծն ընդունվեց։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։